Նախքան օրակարգին անցնելը կառավարության ղեկավարը հանձնարարականներ տվեց, անտառային ոլորտում համալիր բարեփոխումներ են անհրաժեշտ։ Անտառային ոլորտի բարեփոխումների մշակված հայեցակարգը բավարար լուծումներ չի նախատեսում անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, ինչպես նաև առկա պատասխանատու կառույցների կառավարման և գործունեության արդյունավետության բարձրացման խնդիրներին։ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել և կառավարություն ներկայացնել անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի լրամշակված նախագիծ։ Վերջին ամիսներին Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների շեշտակի աճ և ավիափոխադրումների։ Չնայած դրական արդյունքները դեռ առկա է զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ խրախուսող և խթանող համալիր միջոցառումների անհրաժեշտություն։ Կարեն Կարապետյանը հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ըստ երկրների Հայաստան ժամանող անձանց համար վիզային ռեժիմի լրացուցիչ ազատականացման և պարզեցման հնարավորությունը։ Քաղաքացիայի գլխավոր վարչությունն էլ մեկամսյա ժամկետում կառավարություն կներկայացնի Հայաստանի ավիափոխադրումների շուկայի ծավալը, աշխարհագրության ընդլայնման, նաև ավիատոմսերի գների բարելավման առաջարկներ։ Ես չեմ հիշում մեկ տարի, որ հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովում այդ հարցը որպես կարևորագույն մեծ համար հարց դրված չլինի։ Ֆինանսների նախարարը պարզաբանում է այս շաբաթ Միացյալ Նահանգների կոնգրեսականների բարձրացրած հարցը։ Այն վերաբերում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կրկնակի հարկովից խուսափելու պայմանագրի մշակմանն ու ստորագրմանը։ Այս պահին Հայաստանը 46 երկրների հետ կրկնհարկումը բացառող համաձայնագրեր ունի։ Հոկտեմբերին մենք պատրաստում ենք այս հարցը հաշվի առնելով նաև մեր անդամակցությունը BEPS-ի 15-րդ գործողությանը եւ 69 երկրների շարքում դասվելու շրջանակում մենք եւս մեկ անգամ որպես փաստարկ ներկայացնենք մեր գործընկերներին եւ խնդրենք, որ սա դարձնել եւս կարևորագույն հարց եւ վերջնականում ունենանք կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր։ Անկախացումից ի վեր մեր պետությունը որդեգրեց ազատական տնտեսության գաղափարը եւ ազատականացվեցին բոլոր հիմնական շուկաները, կապիտալի շուկան, աշխատուժի շուկան եւ այլն, եւ այսօր միակ շուկայի հատվածը, որը դեռևս ազատականացված չէ, դա էլեկտրաէներգետիկական շուկան է։ Զարգացած եւ զարգացող երկրների օրինակով կառավարությունը կազատականացնի էլեկտրաէներգիայի շուկան։ Կազատականացվի նաև սոցփաթեթով բուժ օգնություն ստանալու կարգը։ Շահառուն հնարավորություն կունենա առանց որևէ հավաստագրի եւ ուղեգրի անհրաժեշտության միայն անձը հաստատող փաստաթղթով դիմել սոցփաթեթի ծրագրում ներառված ցանկացած բուժ հիմնարկ եւ ստանալ փաթեթով նախատեսված բժշկական ծառայությունները։ Նախատեսված է 6 ամիս հետևել այս ծրագրի հաջողությանը, որից հետո ծրագրին կընդգրկվեն 612,000 սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ եւ եւս 1 տարի մշտադիտարկումից հետո կառաջարկվի պարտադիր ապահովագրության մասին օրենքը։ Կրթական նոր տարվան ընթരാճ վարչապետը կրթության եւ գիտության նախարարին, մարզպետներին եւ Երևանի քաղաքապետին հանձնարարեց մինչեւ օգոստոսի 25-ը ապահովել հանրապետության բոլոր դպրոցների շինարարական եւ նորոգման աշխատանքները, թերացողների դեմ կիրառել խիստ պատժամիջոցներ։ Լիլիթ Ասլանյան, Խաչատուր Եսայան, Ժամանակ։